Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով հայտարարել է, որ վերադառնում է ակտիվ քաղաքականություն եւ պատրաստվում է մասնակցել առաջիկա ընտրություններին, այսօր իր Facebook-յան էջում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը գրելով. Արցախի հարցը ոչ թե խոչընդոտ է զարգացող ու անվտանգ հայոց պետականություն ունենալու ճանապարհին, այլ ճիշտ հակառակը։ Տեսակետը, թե Հայաստանը չի կարող զարգանալ առանց Ղարաբաղյան խնդրի շուտապույտ լուծման, ֆունդամենտալ սխալ է կամ անկեղծ մոլորության հետևանք։ Այն ոչ միայն հեռու է իրականությունից, մենք չկարգավորված հակամարտության պայմաններում երկար տարիներ ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ, ինչպես նաև արձանագրել ենք ներգաղթ, այլև ուղղակի թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում։ Պաշտպանության նախկին նախարարը նաև կարծիք է հայտնել, որ Ղարաբաղի հարցում հայկական կողմի միակողմանի զիջումները Հայաստանի համար անբարենպաստ պայմաններ կստեղծեն։ Մեր միակողմանի զիջումները կամ հապճեպ ու չհիմնավորված փոխզիջումները ոչ թե խաղաղություն կապահովեն, այլ կմեծացնեն պատերազմի վերսկսման հավանականությունը, եւ այդ դեպքում մենք ռազմական առումով անբարենպաստ մեկնակետ կունենանք։ Տեսակետը, թե առանց Ղարաբաղյան խնդրի շուտապույտ լուծման Հայաստանը եւ Ղարաբաղը չեն կարող զարգանալ եւ որ մի մասը զիջելու դեպքում հնարավոր է գոնե մյուս մասը պահել, հակառակ դեպքում ամեն ինչ կորցնելու վտանգը կա, երկու շաբաթ առաջ հայտնել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այսօր մեկնաբանելով փաստորեն առաջին նախագահի տեսակետներին հակադարձող Սեյրան Օհանյանի գրառմանը, Տեր-Պետրոսյանի մամլոխոսնակ Արման Մուսինյանն ասաց. Քանի որ Սեյրան Օհանյանը համարում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը ոչ միայն խոչընդոտ չէ Հայաստանի զարգացման համար, այլ ըստ էության մի բարեբախտություն, որ ընկել է հայ ազգի գլխին, ապա նրա ասածներն այնքան անլուրջ են եւ իրականության հետ կապ չունեցող, որ մենք դրանք հարկ չենք համարում մեկնաբանել։ Եթե Սեյրան Օհանյանը ընտրապայքարի մեջ է մտնում ամենափրկչական այս պլատֆորմով, ապա այսօրվանից նրա քաղաքական կարիերան կարելի է ավարտված համարել։ Բանակցությունների եւ փոխհամաձայնության միջոցով հարցի լուծմանը Սեյրան Օհանյանն այնուամենայնիվ հավատում է, սակայն այն դեպքում, երբ Ադրբեջանը հրաժարվի իր ագրեսիվ քաղաքականությունից, Սեյրան Օհանյանը այնուհետև շեշտում է, որ Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգության մակարդակն էականորեն բարձրացնելու եւ բանակցային գործընթացում ուժեղի դիրքերից հանդես գալու համար անհրաժեշտ է ստեղծել զարգացող եւ մրցունակ տնտեսական համակարգ։ Մեր երկիրը պետք է դուրս գա տնտեսական հարաբերությունների այսօրվա թակարդից եւ ունենա կայուն զարգացում։ Երկրում պետք է հաստատվի հանդուրժողականություն եւ արդար մրցակցության մթնոլորտ, իրական առաջընթաց կյանքի բոլոր ոլորտներում։ Պետք է լինի իրական քվեով ձևավորված հանրային լայն վստահություն ունեցող իշխանություն։ Արձագանքելով նախկինում իշխանության մաս կազմող Սեյրան Օհանյանի այս գրառմանը, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանն ասաց. Պարոն Օհանյանը որևէ այլ միտք չի ասեք, հենց թե դրա մասին խոսել են բոլորը, այդ թվում նաև մենք։ Մրցակցային սկզբունքներով արդար սկզբունքներով ձևավորվի իշխանություն։ Այսինքն չկա սա։ Տնտեսական փակուղային իրավիճակից դուրս գանք, երևի նկատի ունի Թուրքիայի հետ սահմանը կամ մեր շրջափակումը, որի մեջ մենք գտնվում ենք, անկախ Թուրքիայից, եւ կարծում եմ բոլոր մտքերն էլ մեր համար ընդունել են, ընկալելի են, ընդամենը մենք բոլորս պետք է հասկանանք, որ ժողովրդի, հանրության, քաղաքացու յուրաքանչյուրի հետ անհատական աշխատանք է պետք, ինչն էլ այսօր մենք անում ենք։ Հեռավոր մարզերում, գյուղերում հանդիպում ենք եւ հանդիպել ենք միշտ, ոչ թե ընտրություններից 6 ամիս առաջ ակտիվանում ենք, ինչ որ ելույթներ ենք ունենում, չգիտեմ, կեսը իշխանամետ են, մյուս կեսը արդեն ընդդիմություն դարձած եւ այլ, այլ ամեն օր մենք այդ աշխատանքները իրականացրել ենք։